լսում ենք Գյումրու թիվ 11-ի հիմնական դպրոցը։ Շնորհակալ ենք աշխատանքի հարտակին, որ կազմակերպեց հերթական ֆլեշմոբը։ Մենք ներկայացնում ենք գյուտե աշխատացում թեման։ Ինչ ես փնտրում, ինչի ես Լեոնարդո դա Վինչի։ Չէ՞ որ մենք իրականացնում ենք ֆլեշմոբ նվիրված գյուտերին։ Իսկ դուք չգիտեիք, որ Լեոնարդո դա Վինչին աշխարհահռչակ նկարիչ լինելուց բացի նաև ճարտարապետ է, գիտնական, ինժեներ ու վերածննդի ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նրան են վերագրում այնպիսի գյուտեր, ինչպիսիք են ուղղաթիռի, օդապարիկի ու տանկի գյուտերը։ Ձեզ կներկայացնեմ մի այլ հետաքրքիր գյուտի մասին։ Ջեննի Ջախարակը հայտնագործել է անգլիացի ջուլհակ գյուտարար Ջեննի Հարգրիվսը 1764 թվականին։ Նրա գյուտն առաջին մեքենան էր, որը կատարելագործեց պտտվող մանին ու թույլ տվեց մշակել մեծ քանակությամբ բամբակ։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ առաջին շոգենավի մասին։ 1809 թվականի փետրվարի 11-ին արտոնագրվեց առաջին շոգենավը ամերիկացի ինժեներ Ռուբեն Ֆուլթոնի կողմից։ Նա այդ գյուտով դարձավ աշխարհահռչակ գյուտարար։ 278 կիլոմետր ճանապարհը շոգենավը անցավ 32 ժամում։ Թերթերում գրում էին, որ նավարարները սարսափից փակել են աչքերը, քանի որ Ֆուլտոնի հրեշը ծուխ և կրակ արձակելով շարժվում էր քամու և հոսանքի դեմ։ Անգլիացի հնացականի որդի ինքնուս գյուտարար Ջորջ Սթիվենսոնը 1814 թվականին ստեղծեց առաջին շոգեքարշ։ Շոգեքարշի գյուտի պատմությունը սերտորեն կապված է երկաթուղու և լոկոմոտիվի ստեղծման հետ։ 1801-ից 1803 թվականներին անգլիացի Ռիչարդ Թրեյբիտիկը ստեղծեց մի քանի շոգեմեքենաներ, որոնք ոչ միշտ էին հաղթահարում կեղտոտ ճանապարհները։ 1803 թվականին նա նախագծեց առաջին շոգեքարշը, իսկ 1804 թվականին նա փորձարկեց այն։ 5 տոննա քաշով և 25 տոննա բեռնվածությամբ հեռարագությունը հասնում էր 8 կմ/ժ, իսկ դատարկ վիճակում արագությունը հասնում էր 26 կմ/ժ։ Ես ներկայացնում առաջին շոգեշարժիչի մասին։ Ջեյմս Ուատը շոտլանդացի գյուտարար գիտնական էր, որի հայտնագործած շոգեշարժիչը խթան էր արդյունաբերական հեղափոխության համար։ Հետագայում Նյուկոմենի շոգեշարժչի վրա մի քանի փոփոխություն կատարեց և ստացավ նոր շոգեշարժչի արտոնագիր։ Ուատի հայտնագործած շոգեշարժիչը մեծ դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, և ավանդաբար այդտեղից է սկսվում է արդյունաբերական հեղափոխության սկիզբը։ Ինչ ես անում, քո չես զգում, որ դու մեզ խանգարում ես, մենք ֆլեշմոբի նոսիլին ենք պատրաստում։ Իսկ ես ցանցացա լսել օդար գիտարների մասին, հիմա ցանկանում եմ լսել երհայ գիտարների մասին։ Փորձիչ։ Հովհաննես Ադամյանը ստեղծել է սև սպիտակ նաև գունավոր հեռուստացույցը, Վահան Համատյանը ստեղծել է առաջին մագնիսառեզոցային սքան մեքենան, իսկ Ջորջ Սիմիջյանը ստեղծել է մեզ բոլորիս հայտնի բանկոմատը, իսկ Ալեք Մանուկյանը ստեղծել է բոլորիս հայտնի առաջի միաբռնակ ծորակը։ Ռայթ եղբայրները ամերիկացիներ են, որոնք հայտնի են որպես աշխարհում ամենաառաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ։ Թեև նրանք առաջինը չէին, որ փորձնական ինքնաթիռով թռչում էին, բայց նրանք առաջինն են, որ կարողացան փորձնական ինքնաթիռով թռիչք կառավարել։ 1903 թվականի դեկտեմբերի 17-ին նրանք կառուցեցին թռչող սարք։ Այդ սարքը բարեհաջող թռիչք կատարեց։ Նրանք առաջինն են, որ կարողացան թռիչքի ընթացքը ուղղորդել կառավարման համակարգ։ 1906 թվականի մայիսի 22-ին Ռայթ եղբայրները արտոնագիր ստացան ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռի կառավարման համակարգի գյուտի համար։